Adobe Photoshop-ի նոր տարբերակում բարելավել է նաև գրադիենտի գործիքը, որը այժմ ունի մի շարք կարգավորումներ և դա մեզ թույլ է տալիս ավելի ճշգրիտ և ավելի արագ աշխատել այդ գործիքի հետ։ Եկեք տեսնենք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվել։ Եթե մենք այժմ ընտրենք մեր գրադիենտ գործիքը և սեղմենք մեր նկարի վրա, տալով որևէ մի գրադիենտի ձև, ապա այստեղ մեր մոտ Property վահանակում կբացվի նրա հնարավորությունները։ Եկեք տեսնենք ինչ է այստեղ փոխվել և ինչ կարելի է իրականացնել այս գրադիենտի օգնությամբ։ Դուք տեսնում եք, որ այժմ այստեղից մենք կարող ենք փոփոխել մեր գրադիենտի գույնը, ինչպես նաև այստեղ մենք կարող ենք ընտրել տարբեր տիպի գրադիենտներ և կիրառենք մեր շերտի վրա։ Դրա ներքևում մենք ունենք անկյունը, որը կարող ենք պտտել մեր գրադիենտը, ունենք նրա չափերի փոփոխման հնարավորությունը, ունենք ռևերսը, որը շրջում է գրադիենտը և դեյտերը, որ մեր գույները լինեն ավելի իրական։ Բացի դրանից այստեղ մենք կարողանում ենք Solid և Noise։ Եթե մենք ունենք Solid-ը, ապա մենք այստեղ ունենք մեթոդներ, թե ինչպես Photoshop-ը կհարթացնի և կստեղծի այդ գրադիենտները։ Դուք տեսնում եք, սա shape-երի օգնությամբ է, սա classic գրադիենտն է, սա գծայինը, իսկ սա perceptual գրադիենտը։ Եկեք ընտրենք Smooth գրադիենտը և ներքևում դուք տեսնում եք, որ մենք ունենք գրադիենտների հետ աշխատելու այս վահանակը, որը նաև մենք ունենք իմ Photoshop-ներում։ Եթե մենք այստեղ ընտրում ենք Noise, ապա դուք տեսնում եք մեր մոտ հայտնվում են կարգավորումներ, որոնք արդեն պետք է աշխատեն այս Noise-ի տարբերակով, այստեղ մենք կարող ենք փոխել այդ աղմուկի տոկոսը, աշխատել գույների հետ, ընտրենք այստեղ Hue Saturation Brightness-ը կամ RGB-ն կամ լաբ գույները, թողնենք այն RGB, ներքևում մենք ունենք Restrict Color, ունենք Add Transparency և ունենք Randomize, որը մեզ թույլ է տալիս արագ գտնել այն գրադիենտը, որը մեզ հարմար է։ Ներքևը մենք ունենք control-ներ, այստեղ canvas-ի վրա, որը մենք կարող ենք սեղմել և reset անել և այստեղից կարող ենք save անել արդեն մեր ստեղծած գրադիենտը։ Այժմ տանք այստեղ Solid և տեսնենք, թե ռեալ ժամանակում ինչպես մենք կարող ենք աշխատել արդեն կոնկրետ Solid գրադիենտի հետ։ Ներքևը, ինչպես դուք տեսնում եք, մենք ունենք Location-ը, ունենք թափանցիկությունը, եթե մենք ընտրում ենք այս թափանցիկության կետը վիջետի վրա, ապա կարող ենք փոխել թափանցիկությունը, ինչպես այս մի կետը ամպելցել այս մի կետը և նաև եթե սեղմենք մենք մաուսով կարող ենք ավելացնել կամ այստեղից ջնջել այդ կետերը։ Ստեղ մենք ունենք Location-ը և այստեղ նորից ունենք Reset հնարավորությունը և Save Preset-ը, որից հետո մենք կհիշենք այդ գրադիենտը։ Իրական ժամանակ մենք կարող ենք փոփոխել այս բռնակները, որը դուք տեսնում եք համապատասխան այս մեր բռնակներն են գրադիենտի և բացի դրանից կարող ենք նրան տեղափոխել, ինչպես նաև սեղմել և փոփոխել։ Եթե մենք աշխատում ենք այս վիջետի հետ, նաև եթե մենք այստեղ մաուսով շարժենք և դուք տեսնում եք, որ մեր մաուսը դառնում է սպիտակ գույն, սեղմելով մենք կարող ենք ավելացնել ստոպեր գրադիենտային, սեղմելով նրա վրա փոխել համապատասխան գույնը և տեղափոխել կամ ստեղնաշարի վրայից նրանց delete անել։ Սա Adobe Photoshop-ում գրադիենտների հետ աշխատելու նոր հնարավորություններն են, որոնք հեշտացնում են աշխատանքը։